Հարցի համար Նիկոլ Փաշինյան, համեցեք պարոն Փաշինյան։ Շնորհակալություն, պարոն Շարաբոյան, շատ լավ կլիներ, եթե բացատրեք, թե այնուամենայնիվ Հայաստանի բենզինի վառելիքի շուկայում ինչ է կատարվում։ Տեսեք, 2013 թվականին Հայաստանը եւ Ռուսաստանը կնքեցին համաձայնագրերի փաթեթ, որտեղ նշվում էր, որ Ռուսաստանը Հայաստանին այլևս արտոնյալ պայմաններով է տալու նավթամթերքը, այսինքն արտահանման մաքսատուրք, որ միջև այդ կիրառվում էր, սրանից հետո չի կիրառվելու։ Սրանից հետո մենք մտանք ԵՏՄ, այսինքն ձեռք բերեցինք երկրորդ ավելին խորացրեցինք այդ քայլը այդ ուղղությամբ, այսինքն դարձանք մեկ ընդհանուր մաքսային տարածք։ Բայց հիմա մենք ունենք մի իրողություն, որ օրինակ Վրաստանում բենզինը Հայաստանից էժան է, ասենք ռեգուլար տիպի բենզինը Հայաստանում 390 դրամ է, Վրաստանում մոտավորապես 250 դրամի կարգի։ Հիմա, բայց մյուս կողմից Հայաստանում հայտնվել է մի սուբյեկտ, Ռոսնեֆտ Արմենիա ընկերությունը, որը 15 թվականի ընթացքում 15 միլիարդ դրամի շահույթ է ունեցել, ըստ պաշտոնական փաստաթղթերի։ Եվ հասկանալի չէ, թե ինչ է անում Ռոսնեֆտ Արմենիա ընկերությունը, իր գործառույթը որն է։ Մամուլում նշվում է, որ այս ընկերությունը ուղղակի Ռոսնեֆտ ընկերությունից զուտ փաստաթղթերով բենզինը վերցնում է եւ վաճառում է հայկական ներկրող ընկերություններին, ուրիշ ոչ մի բան չի անում եւ սրա արդյունքում ստանում է 15 միլիարդ դրամի շահույթ, այսինքն մոտավորապես 35 միլիոն դոլարի շահույթ։ Հիմա այստեղ ինչ է տեղի ունենում։ Մենք թվում է, թե արտոնյալ պայմաններում, արտոնյալ տարածքում, արտոնյալ գործունեություն ենք իրականացնում, թուրքերից եւ մաքսային այլ խոչընդոտներից զերծ, բայց ստացվում է, որ Վրաստանը, որ այդ թվում է բոլորովին ուրիշ միջավայրում է գործում եւ ներկրում է բոլորովին ուրիշ պայմաններում, ավելի էժան բենզին է ստանում։ Ես իմիջիայլոց ձեր բացատրությունը կարդացել եմ կապված հարկերի հետ, որ բենզինի գնի մեջ հարկի տեսակարար քշիռը մեծ է եւ պետք է հարկերի տարբերությունը հաշվի առնել։ Ես էլ հենց այդ եմ ասում, կան թուրքերի տեսակներ, որ ենթադրաբար Հայաստանում չեն վճարում, բայց Վրաստանում վճարում են։ Բայց արդյունքում ստացվում է, որ Վրաստանում բենզինը ավելի էժան է, քան Հայաստանում։ Եթե այս թնջուկի վերաբերյալ բացատրություններ տայիք եւ փորձեինք իսկապես հասկանալ ինչ է կատարվում, շատ լավ կլիներ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Փաշինյան, բարձրացված հարցի համար։ Բենզինի ոլորտը մշտապես գտնվում է հանձնաժողովի ուշադրության կենտրոնում եւ մեր հանձնաժողովը պարբերաբար գնագոյացման հաշվարկներ է իրականացնում, որպեսզի տեսնենք, որ այն խոշոր ընկերությունները, որոնք ներկրումներ են իրականացնում, որոնք գերիշխող դիրք են զբաղեցնում, արդյոք գների չիմնավորված բարձրացումներ թույլ են տալիս, թե ոչ։ Հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքներով 2014 թվականի տարեսկզբից, երբ սկսվեց ամբողջ աշխարհում գների նվազումը, մինչև 2015 թվականի տարեվերջ Հայաստանում բենզինի գները մեծ չափով նվազել են, 480 դրամից նվազել են, հասնելով 380 դրամի։ Խոսքը վերաբերվում է ռեգուլյար տեսակի բենզինին։ Բենզինը այն կարևոր ապրանքն է հանդիսանում, որ մենք դրամով վաճառում ենք եւ արտարժույթով ներ ենք կրում եւ հետեւաբար հայկական դրամի փոխարժեքը շատ կարևոր նշանակություն ունի վերջնական գների վրա եւ մենք գիտենք, որ այս 2 տարիների ընթացքում հայկական դրամի փոխարժեքը արժեզրկվել է, մոտ 17-18%-ով հայկական դրամի փոխարժեքը արժեզրկվել է, ինչը նշանակում է, որ դա իր ազդեցությունը պետք է թողի բենզինի, ուրեմն վաճառքի գների վրա։ Հիմա եթե այս հայկական դրամի փոխարժեքի ազդեցությունը հանենք, նայենք միայն դոլարային արտահայտությամբ վաճառքի գները, ապա այս 2 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում բենզինի վաճառքի գները նվազել են մոտ 32%-ով։ Հիմա մենք վաճառքի գները նաև համատում ենք տնտեսվարողների, ներկրող ընկերությունների ձեռքբերման գների հետ։
եւ մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վաճառքի գների նվազումը մեծ հաշվով adekvat է, համահունչ է ձեռքբերման գների նվազմանը։ Այսինքն այս տեսանկյունից մենք ներկրող ընկերությունների վարկագծում չարաշահման երևույթներ չենք տեսնում եւ այն մարժան տարբերությունը, որ կա վաճառքի ու ձեռքբերման գների միջև, գրեթե կայուն է այս ողջ ընթացքում։ Եվ ասեմ, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ մարժան տարբերությունը ընկերությունների գտնվում է ողջամիտ շահութաբերության շրջանում։ Եվ մեր կառույցի հիմնական խնդիրն է, որպեսզի մեր երկրի ներսում թույլ չտանք մուտքի խոչընդոտներ, մրցակցության սահմանափակման երևույթներ եւ այս տեսանկյունից ես պետք է ասեմ, որ մեր երկրում բենզինի ներկրման առումով մուտքի խոչընդոտներ, սահմանափակման երևույթներ չկան։ Իհարկե մեզ նույնպես հետաքրքրում են, մտահոգում են այն հարցերը, որ դուք բարձրացնում եք գների հետ կապված, մամուլում են պարբերաբար հրապարակվում։ Գների հետ կապված ուսումնասիրություններ ենք իրականացրել եւ ուսումնասիրել են գնագոյացման շղթան։ Գների հետ կապված ասեմ հետեւյալը, որ ներընկրվում մի քանի 2-3 ընկերություններից է ներկրումն իրականացվում, ռուսական Ռոսնեֆտ ընկերությունից, ռուսական Լուկոյլ ընկերությունից եւ ուրեմն բուլղարական մեկ ընկերությունից, եւ որը ցույց է տալիս, որ այս առումով էլ խոչընդոտներ չկան եւ ուրեմն տարբեր ներկրողներից են ներկրումները իրականացվում։ Ինչ վերաբերվում է Վրաստանի հետ համեմատությանը, իհարկե մեզ նույնպես մտահոգում է եւ ուսումնասիրություն ենք իրականացրել, մենք մասնավորապես կապնվել ենք մեր վրացի գործընկերների հետ եւ փորձել ենք նրանց միջոցով տեղեկություններ ստանալ Վրաստանում գնագոյացման գործընթացի հետ կապված։ Եվ մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս հետեւյալը։ Ուրեմն 3 հիմնական գործոններ կան, որոնցով պայմանավորված են այս տարբերությունները։ Ասեմ, որ նախկինում մշտապես Վրաստանում բենզինի գները մշտապես ավելի բարձր են եղել, քան թե Հայաստանում, խոսքը վերաբերվում է վերջին մի քանի ամիսներին, ուրեմն առաջի հիմնական գործոնը, որով պայմանավորված է, դա ուրեմն տրանսպորտի մեծ գներն են, սակագներն են։ Մենք ուսումնասիրել ենք ուրեմն Փոթի նավահանգիստից մինչև Այրում կայարան, ուրեմն բենզինի տեղափոխման ծախսերը, որը տեղափոխվում է վրացական երկաթուղով։ Ես չեմ կարող ասել այդ սակագները որքանով են հիմնավորված, որքանով ոչ, բայց մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բավականին բարձր են այդ սակագները, որը վրացական երկաթուղին գանձում է ուրեմն բենզինը Փոթի նավահանգստից Այրում կայարան տեղափոխելու համար։ Երկրորդը դա հարկային քաղաքականությունն է։ Ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում բենզինի ներմուծումը հարկվում է եւ ավելացված արժեքի հարկով եւ ակցիզահարկով, եւ մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 1 տոննա բենզին ներկրելու համար հարկային բեռը, նկատի ունեմ ավելացված արժեքի հարկ, գումարած ակցիզահարկ, շատ ավելի մեծ է, քան թե Վրաստանում, եւ երրորդը պայմանավորված է ձեռքբերման գներով։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Վրաստանը Հայաստանի նման նույն մատակարարներից է բենզինը ներկրում, միայն մի տարբերությամբ, որ Վրաստանը նաև այս վերջի ժամանակահատվածում ներմուծումներ է իրականացնում նաև Ադրբեջանից եւ Թուրքմենստանից։ Եվ մեր գործընկերների ներկայացված տեղեկություններով, ուրեմն Ադրբեջանից, Թուրքմենստանից այն բենզինը, որը ներկրվում, ուրեմն համատաբար ավելի ցածր գներով է ներկրվում։ Ուրեմն այսքանը Վրաստանի հետ համեմատության առումով ցանկանայի նաև մի կարևոր հանգամանք էլ նշել, բազմիցս ես նաև իմ ելույթներում նշում եմ, որ այդ բենզինի նավթի տեսակարար կշիռը բենզինի մեջ, որովհետև շատ են լինում հարցեր, երբ ասում են համաշխարհային շուկայում շատ արագ է բենզինի գները նվազում, Հայաստանում ավելի քիչ, ավելի դանդաղ են նվազում, հասարակությունը երբ որ նայում է համաշխարհային շուկայի գները, համաշխարհային շուկան նկատի ունեն նավթի գները, այլ ոչ թե բենզինի գները, այսինքն երբ որ մենք նայում ենք, համեմատում ենք նավթը բենզինի հետ, ապա պետք է ասեմ հետեւյալը. մեր ուսումնասիրությունները ցույց են տալի, որ Հայաստանում վաճառվող բենզինի վերջնական գնի մեջ նավթի գինը կազմում է նավթի գնային արժեքը կազմում է մոտավորապես 8%, այսինքն այն նավթը, որ համաշխարհային շուկայում մենք բորսաներում տեսնում ենք, որ գնանշում է։ Երբեմն տարակարծություններ են լինում իմ այս մեկնաբանության հետ կապված, ուզում եմ առիթից օգտվելով ասել, որ խոսքը դա տեխնոլոգիական հարաբերակցության մասին չէ, խոսքը արժեքային հարաբերակցության մասին է, որովհետև երբ որ նավթը վերամշակվում է, վերամշակման վրա մեծ ծախսեր են կատարվում, այնուհանդերձ այն երկրներում
որտեղից ներեկրվում նաև այդ երկրներում մեծ չափով հարկվում է բենզինը, այնուհետև տեղափոխման վրա մեծ ծախսեր են կատարվում, մեր երկրում էլ բենզինը մեծ չափով հարկվում է եւ արդյունքում ստացվում է այդ նավթի արժեքային տեսակարար կշիռը բավականին փոքր է բենզինի վերջնական գնի մեջ եւ այդ պատճառով էլ որ համաշխարհային շուկայում բենզինի գները, նավթի գները փոխվում են, այդ պատճառով էլ դա բնականաբար իր ազդեցությունը թողում է, բայց շատ ավելի փոքր չափով է իր ազդեցությունը թողում։ Բացառություն է միայն Միացյալ Նահանգները։ Միացյալ Նահանգները արդյունանում եւ վերամշակում իր սեփական նավթը, հարկերը շատ ավելի փոքր են Միացյալ Նահանգներում եւ այդ պատճառով նավթի տեսակարար կշիռը Միացյալ Նահանգներում վաճառվող բենզինի վերջնական գնի մեջ ուրեմն բավականին մեծ է, որի արդյունքում նավթի մեկ միավոր գնի փոփոխությունը մեծ ազդեցություն է թողում բենզինի վաճառքի գնի վրա։ Դա միայն Միացյալ Նահանգներն է բացառություն կազմում, մյուս երկրներում այդպես չէ եւ նաեւ ցանկանայի առիթից օգտվելով ասել, որ մենք նաեւ համատություն ենք իրականացրել այլ երկրների հետ բենզինի գների առումով, որպեսզի տեսնենք Հայաստանում բենզինի գների նվազումը ինչպիսի համատության մեջ է գտնվում այլ երկրների հետ։ Իմ ձեռքի տակ գտնվում է Մեծ Բրիտանիայի կառավարության ուրեմն վիճակագրությունը բենզինի գների վերաբերյալ, պաշտոնական վիճակագրությունն է, այն ձեռքի տակ է գտնվում, որը տեղեկատվություն է տալիս եվրոպական բոլոր երկրներում բենզինի ուրեմն գների վերաբերյալ, նրանց դինամիկայի վերաբերյալ, իհարկե այստեղ գները եվրոյով են արտահայտված, որպեսզի մենք համեմատություն կատարենք, Հայաստանում գները նույնպես ուրեմն եվրոյով ենք մենք վերածել, վերահաշվարկել եւ մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս կրկին, որ այս վերջի ժամանակահատվածում 1-2 տարիների ընթացքում կարող եմ կոնկրետ երկրներով ներկայացնել իմ ձեռքի տակ ամբողջ տեղեկատվությունը, ցույց է տալիս, որ Հայաստանում ավելի շատ է բենզինի վաճառքի գները նվազել, քան ուրեմն եվրոպական երկրներում, քան նույն Ֆրանսիայում, Գերմանիայում, Լյուքսեմբուրգում, Չեխիայի Հանրապետությունում, Ռումինիայում եւ մնացած եվրոպական երկրներում։ Հիմնականում այսքանը։ Արձագանքի համար Նիկոլ Փաշինյան, համեցեք պարոն Փաշինյան։ Պարոն Շաբոյան, Հայաստանը եւ Վրաստանը Ռուսաստանից գնում են բենզին։ Գալիս են սահմանի վրա։ Արտահանելու համար Ռուսաստանից Վրաստանը վճարում է մաքսային տուրք, որը նախատեսված է Ռուսաստանի օրենսդրությամբ, Հայաստանը չի վճարում։ Երկրորդը Վրաստանը այդ բենզինը Վրաստան մտցնելու համար վճարում է մաքսային տուրք, Հայաստանը Հայաստանի տարածք մտցնելու համար չի վճարում մաքսային տուրք։ Այսինքն ու դա էական շոշափելի թվեր են։ Հիմա դուք մի գործոն եք ասում տրանսպորտ կամ հարկեր, այս հսկայական երկու գործոնների դեպքում Հայաստանի դեպքում ունենք 0 ծախս, բայց էլի Հայաստանում բենզինը 50 քանի տոկոսով ավելի թանկ է, քան թե Վրաստանում։ Կներեք, դուք այդ անդադ ասում եք չարաշահման դեպքեր չկան, բայց այսօր նոյեմբերյանից մարդիկ գնում են Վրաստանից բենզին լցնելու։ Ես չեմ կարող մեկնաբանել տնտեսվարողների բիզնես որոշումները, որովհետև տնտեսվարողների բիզնես որոշումների վրա ազդում են բազմաթիվ գործոններ։ Պարզապես մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, ես համամիտ եմ մաքսատուրքի հետ կապված, ձեր ներկայացվածի հետ, բայց ես նաև նշեցի 3 գործոններ, որ ազդում է գնագոյացման վրա, դա Վրաստանի տարածքով տրանսպորտային մեծ ծախսերն են, երկրորդը Վրաստանի եւ Հայաստանի հարկային քաղաքականությունների տարբերությունն է եւ երրորդը Վրաստանի կողմից Ադրբեջանից եւ Թուրքմենստանից Վրաստան համեմատաբար ավելի էժան գներով բենզինի ձեռքբերումն է հանդիսանում եւ նաեւ մենք այս հարցը քննարկել ենք նաեւ մեր ռուս գործընկերների հետ, որովհետեւ երկու խոշոր մատակարար ընկերությունները դա Ռոսնեֆտ եւ Լուկոյլ ընկերություններն են հանդիսանում, քննարկել ենք նաեւ մեր ռուս գործընկերների հետ եւ մասնավորապես մեր ռուս գործընկերները նաեւ հետեւյալ փաստ են նշում, որ ամեն դեպքում ռուսական ընկերությունները նաեւ նույն Վրաստանի տարածքում, որ պահեստարաններ են ապահովում եւ մեծ ծավալի բենզին են, վաճառվող բենզինը մեծ քանակությամբ պահեստավորում են
Վրաստանում գտնվող իրենց սեփական պահեստարաններում, որպեսզի ուրեմն հայկական ընկերությունների վաճառքի անխափանությունը եւ պարբերականությունը ապահովեն։ Իհարկե սա երկկողմ հարաբերություններ է ուրեմն տնտեսվարողների միջև, սա մեր ռուս գործընկերների ներկայացված տեղեկատվությունն է, որ ռուսական ընկերությունները ավելի բացի ուրեմն գնային պայմանները, առավել շահավետ պայմաններ են տրամադրում, ինչպես նշեցի այդ պահեստարանների առումով, որպեսզի մի քանի ամիս շարունակ կարողանան անխափանությունը եւ պարբերականությունը ապահովել։ Իհարկե ես չեմ կարող մեկնաբանել տնտեսվարողների բիզնես որոշումները եւ տնտեսվարողները ամբողջությամբ ազատ են եւ եթե կան երկրներ, կան ուրեմն մատակարարներ, որտեղ պայմանները առավել բարենպաստ են, գներն ավելի էժան են, կարող են այդ երկրներից, այդ մատակարարներից ձեռք բերել։ Իմ ասածը հետեւյալն է, որ տնտեսվարողների բիզնես որոշումների վրա բազմաթիվ գործոններ են ազդում եւ միայն ուրեմն գնային գործոնը դա բավարար չէ եւ քիչ առաջ նշեցի նաեւ կարևոր էական նշանակություն ունեցող գործոններ մեր որպես մրցակցության պաշտպանության մարմին մեր խնդիրն է որպեսի մուտքի խոչընդոտներ թույլ չտանք շուկայում եւ եթե որևէ ընկերություն կա որ ցանկանա ավելի էժան բարենպաստ պայմաններով բենզին ներկրել ես հավաստիացնում եմ որ դա կարող են իրականացնել այնուհանդերձ եթե խնդիրների կամ խոչընդոտներ ել կհանդիպեն ուրեմն ես խոստանում եմ մենք հետևողական կլինենք այդ խնդիրների լուծման հարցում թող անպայման դիմեն մեր հանձնաժողովին շնորհակալություն